Հայոց ցեղասպանության ճանաչման մտադրության մասին։ Դուք այդ հայտարարությունը ինչով եք պայմանավորում այս պահին։ Ինձ համար տհաճ եւ ձիզաղաշարժ հայտարարություն մնա հանուն Իսրայելի վարած քաղաքականության։ Իսրայելը այսօր հանցակորձ բեդության գերբարով կներկայանա համաշխարհային մարդկության դիմաց եւ մանավանդ հայ ժողովրդի դիմաց արդեն ունի շատ ծանր մեղքեր հանցակորձության երևույթներ։ Իսրայելը չի գրնար այդ բոլորեն դուրս գալ եւ այսօր հանգարձակի գերբով ներկայանալ իբրև թե հայոց ցեղասպանությունը ճանաչող երկիր։ Այդ որոշումը կայացնելի վերջին պետությունն է ան։ Իր մի առաջ միգուցե ավելի հավանական ուներ Թուրքիա կամ Ադրբեջանի նման որոշումը, կամ թե իր, որովհետև ինք մանավանդ վերջին Արցախյան պատերազմին իր դիրքորոշումը շատ հստակ ներկայացուցած պետություն է։ Մենք հիշենք Արցախի երկնակամարեն վար դեղացող միջազգային օրենքներով արգելված զինամթերքը ֆոսֆորային գումբերը, որոնք իսրայելեն առաքված էին, իսրայելեն ղրկված էին Ադրբեջան եւ ադրբեջանցիներ կործածեցին մեր հասարակության վրա, մեր զինվորներուն վրա ֆոսֆորային գումբերը։ Իսրայել անցյալին այսնուտի երբ որ իր հաշվին օրակարգի եկավ, երբեք չուզեց որ Հոլոկոստեն դուրս որևէ ցեղասպանություն ճանչնա, որևէ արանք ցեղասպանություն անունով գոչվի, որովհետև իր քաղաքական դիրքորոշումը այն էր, որ աշխարհի վրա միակ ցեղասպանությունը Հոլոկոստն է եւ վերջ։ Անգետուս ոչ մեկ բան չի գրնար այդ նույն գոչումով հիշվին։ Հետևաբար այսօր այս որոշումները ինչպես արդեն բազմաթիվ վերլուծաբաններ արգմենգնաբանեն, գաղտնիք է բոլորովին Թուրքիա հետ ունեցած լարված հարաբերություններեն։ Իբրև թե Թուրքիա հաշվին ըսպառնալի կոմիտի ներկայացնե։ Ոչ մեկ նշանակություն եւ ոչ մեկ ծառայություն չունի, քանի որ ինք նույնպես դակավին ցեղասպան պետություն մնե Գազայի մեջ կորցածած ոչիրներով։ Ամիսներուն դեպքում 90,000 կյանքեր խլեց այդ մարդը, 90,000 խաղաղ բնակիչներու կյանքեր, եւ այսօր բիդելա 1915-ին հայոց դեմ կատարված ցեղասպանություն է բիդեսը եւ բիդե առաջարկե իր խորհրդարանին քնեսետին որովհետեւ ցայնակցին։ Լավ, ուզեն ցայնակցին, ուզեն չցայնակցին։ Ինչու հենց հիմա դույզն իսկ նշանակություն չունի այդ պետության առած որևէ որոշում։ Բակրատ, մենք այն միամիտը չենք որ հասկանալի է, Բակրատ։ Հակառակորդին ոտքը քարին կարճեցավ, շայտակեցավ, մենք ադով ուրախանանք։ Այս չէ մեր խնդիրը։ Մենք անշուշտ որ արտարության պայքար ունենք, միջազգային կետնի վրա մենք պահանջ ունենք, բայց այդ պահանջին պատասխան դալիքը անշուշտ որ վերջինը գրնալով հազիվ ամեն դեպքում բերեք հասկանանք ինչու հիմա ես ուզում եմ հիշեցնել 2016 թվականին նույն իրավիճակում գրեթե հարցի է նույնաբովանդակ այսպիսի հասունացում էր եղել քնեսետում Նեթանյահուի կուսակցությունը դեմ քվեարկեց այդ ճանաչմանը հիմա հանկարծ որոշել են հակառակ քայլին գնալ որովհետև հիմա միջազգային ադյաններու մեջ իրենք հաշիվ տալու ենթարկվեցան Գազայի զանգվածային մարտահրավերության համար։ Լավ, հայոց ցեղասպանությունը ճանաչելը ինչով է օգնում։ Մեծ ոչիր էր։ Հետևաբար իրենք հիմա պետք ունին ուշադրությունները շեղելու արդեն Թուրքիայի հարաբերություններին
խիստ դարված է Էրդողանի կառավարությունը կոնե իցույց մարդկան միշտ ամենաբարձր եղանակով գտադաբարդես զիրենք, բայց այստեղ այս դիտմամբ կործածեցի իցույց մարդկանց եզրը, որովհետև անտիմ Իսրայելի նավթը դակավին Թուրքիոյ ճանապարհով կհասնի Իսրայել, Ադրբեջանի նավթը։ Այսինքն Բակրատ, Թուրքիա-Իսրայել առճակատման մեջ օգտագործվում է հայկական հարցը, որը մեզ հետ կապ չունի այս բանը։ Ճիշտ այդպես, մեզի ինվաստ ոչ մեկ բան։ Այդ վեճը մեր մասին չէ։ Ոչ բացարձակապես։ Բակրատ, մյուս կողմից զարմանքի հարուցում Ադրբեջանի պահվածքը։ Ադրբեջանի արտգործնախարարությունն է քննադատել Իսրայելին եւ Իսրայելի կառավարությանը կոչ արել վերանայել հայոց ցեղասպանության մասին որոշումը։ Ով կսպասեր Ադրբեջանից այդպիսի քայլ։ Նման հագաստեցություն Թուրքիո արտաքին գործնախարարութենն եկավ, անոնք մերժեցին այս բնդունները եւ անոնց մեկնաբանությունը նման է, որ Ադրբեջան ուշադրությունները թեպի ուրիշ թաշտեր ուղղելու աշխատի։ Այսինքն Թուրքիա-Իսրայել առճակատման դեպքում Բաքուն ինչպես կպահի իրեն։ Դեսեք, Թուրքիան եւ Բաքուն ունին հասարակած եզրը, որն է հայատյացությունը։ Անոնք որքան ժամանակ որ հայը պիտի ադեն, Հայաստանի թեմ թշնամություն պիտի արտադրեն, իրար բարեկամ պետություններ են։ Նույնիսկ իրենց խոսույթով մեկ ազգ երկու պետություն են։ Բայց եթե հանկարծ այդ կորձոնը դուրս գա, այնանը մենք կտեսնենք, թե Ադրբեջանի եւ Թուրքիո հասարակություններու միջև շատ դուրս խնդիրներ գրնան զավալիլ։ Նախ եւ առաջ այդ երկուքի միջև թավանանքային գրոնական շատ կարևոր դարբերություն կա, որ այսօր բացարձակապես օրագարկի չի կար։ Շատ զգուշությամբ այդ նյութը դուրս կբահեն իրենց խոսույթներեն, բայց գա այդ բանը, մեկը շիա է, մեկը սուննի իսլամ է, եւ այդ երկուքը իրարու հետ հաշտվելու շատ հնարավորություն չունին։ Այդ հնարավորությունը կգտնան միայն հասարակած թշնամիը ձևավորելով եւ այդ թշնամին ներկայիս հայերս ենք։ Եթե Թուրքիա-Հայաստան հարաբերություններու մեջ որոշ զարգացումներ ունենա, այս բանը իրենց բարեկամության թեմ սպառնալիք մնալով պիտի դիպի։ Այսօր Թուրքիո ընկերային ցանցերում մեջ մենք աննախադեպ հաջողականությամբ կտեսնենք Հայաստանը պարապանող, Հայաստանը կովաստող դեսանյութեր։ Մարդիկ իրենց անհատական միջոցներով, անձնական միջոցներով որոշ յութուբերներ Հայաստան այցելած են եւ իրենց այդտեղի փորձառությունները ցիտողներուն կփոխանցեն շատ դրական մեկնաբանություններով։ Ըստ թե մեզի շատ լավ դիմավորեցին, բնավ խնդիր չեղավ, եւ որոշիկ թե Թուրքիայեն եկած ենք, իսկույն հայտնվեցան թուրքերեն կիցող հայեր, հայաստանցիներ եւ այլն, եւ ընդհանրապես բարեկամական ոգիը հանգարձակի բորտկումը գտեսնանք։ Այո, բորտկում բարը գրնամ կործածել, որովհետեւ մի անգամ այն ցավավորվեցավ այս բանը։ Մենք ազարմացանք, ուր էին այս մարդիկը, երբ էին այս նկարահանումները։ Սա վերջին շաբաթներու ընթացքին, կամ քանի ամիսներու ընթացքին, թե ոչ արդեն ունեին եւ բահած էին, այդ մեկն էլ պատասխանելու դժվար է, բայց գտեսնենք թուրքեր գերլան, քուրդեր գերլան նաեւ, որոնք Հայաստան գայցել են, քրդերենով գխոսին փողոցները, լեզու կգտնեն, Այժմ շատ երիտասարդ սերունդ է եւ անգլերենով դարձյալ թյուրին կհաղորդակցին իրենց հասակագից հայաստանցի երիտասարդության հետ եւ այսպեսի երևույթ մգա ինչը ասոր յետևը ինչ կա կտեսնենք որ դիվանագիտական կետնի վրա
դեսաների մենտ զարգացումը գոյություն չունի, առաջընթացը գոյություն չունի, գամքը գոյություն չունի։ Դակավին Հայաստանին վարդատրված նախապայմաններ կան։ Օրինակ համար Թուրքիան դակավին իբրև նախապայման կներկայացնի անխոսույթը, որ իբրև թե Հայաստան, Ադրբեջան եթե հաշտության թաշինք մգնքեն, Թուրքիայի հետ խնդիրները արդեն լուծված չդառնան։ Այո, բայց այդ տաշինքը ինչպես պիտի ըլլա, երբ որ Բաքուի իշխանությունը որտեղած է առավելաբաշտ մերձեցումը, անոնք կսեն թե մեր երկրի վրա դուք աչք ունիք սահմանադրության մեջ այս մասին խոսել եք, հետևաբար սահմանադրություն փոխեցեք։ Բայց այս ասելու բախուն անգամ իրենք չեն խուսափիր Հայաստան երկիրը արևմտյան Ադրբեջան գոչել է։ Մեր սևանալիջը գոչե գөл գոչել է։ Ուրեմն ինչպես կարելի վիդելա այս բանը։ Բակրատ, Թիմացինը դեգերը հստակորեն քու հողից վրա պահանջ կներկայացնի, այդտեղի գսե Հայաստան չէ, արևմտյան Ադրբեջան է, բայց դու հավակնություն ունես իմ հողերս վրա։ ամեն դեպքում Մենք բաժնեցս ասած ենք, մենք Ադրբեջան դավար չենք ասած արևելյան Հայաստան։ Բակրատ, Դե մեր մոդալ ադիգա լսելու հագամետ հիմարներ անշուշտ որ գրնան գտնվի, գրնան ասել, որ մենք ծովից ծով Հայաստան ունեինք, դարձյալ պիտի դիրանանք եւ այլն, այս տեսակի հիմար խոսքներ միշտ գրնալալ, բայց pedagogan մագարտակով մենք երբեք այս տեսակ բան չսինք, արևելյան Հայաստան չսինք Ադրբեջանի տարածքին։ Հակառակ որ Բաքուն իր գազրության ցևավորումով արդեն հայկական քաղաք է սա, բազմական փաստացի իրողություն է, նորենալ մենք այս մասին բան չենք գսած, բայց իրենք հիմա ելեն Հայաստանն ավա արևմտյան Ադրբեջան գսեն։ Եվ մեզ մեկը բան չեմ որ սահմանադրություն փոխենք, իբրև թե իրենց հողին վրա խաշիվներ ունի։ Բակրատ, ամեն դեպքում նկատել եք, որ Բաքուն չի թաքցնում իր դժգոհությունը հայ-թուրքական քննարկումների ֆոնին, որոնք իհարկե դրական միտում ունեն, օրինակ բերեմ տրանսպորտի նախարարների հանդիպումը Թուրքիայի եւ Հայաստանի վերջերս եւ այն հայտարարությունները, որ հնչել են ճանապարհների բացման առնչությամբ, Բաքուն այդ առիթով էլ չի թաքցնում իր դժգոհությունը։ Բաքվի եւ Անկարայի միջև այս առումով խնդիր կա կոնկրետ։ Բացահայտ ոչ, այդ խնդիրները երբեք չեն հրապարակվի, բայց սեղանին դակ ինչեր գխոսին, ինչեր դժվարնան, ադիգա չեն գիտեր։ Այո, խնդիր կա, որ Թուրքիան ավելի հստակ առաջընթաց չի գրնալ արձանագրել։ Ես նախապես այս մասին խոսած եմ, Թուրքիա Հայաստանի հետ հարաբերություններում մեջ ինքնին կապված է Բաքուի միջոցով։ Առանց Բաքուի թույլտվության քայլումը առնելու իսկ իվիճակի չէ։ Այս հարաբերություններում մեջ մեծ եղբոր թերագադարությունը վիճակած է այլևս Բաքուին։ Անոր սոկարի ընկերություններուն, անոր պերած ներդրումներուն հետևանքով։ Այսօր նույնիսկ Ադրբեջանի տեսփանները Թուրքիո մեջ ներքին քաղաքականության միջամտելու եղանակներ գրնան գտնալ թյուրավ եւ գրնան օգտագործել իրենց համար անփախցալի, անցանկալի ովևէ լրակիրի, ովևէ հերոստակայանի թեմ pedagogan ջնշումը իգորստնելու համար։ Բաքուն հիմա էլ հարաբերությունները Բակրատ ջերմացնում է Իրանի հետ։ Նկատել եք վերջին պաշտոնական այցելությունները։ Դա էլ է Իսրայելից հեռանալու հաշվին։ Ոչ, Իսրայելից հեռանալու խնդիր չկա, բայց ադիգա անհրաժեշտություն ունի, վերջապես Բարդին քիշել թե Ադրբեջանի ժողովրդի շատ կարևոր մեկ հատվածը նաև Իրանի քաղաքացիները։ Այստեղ մենք նկատի ունենք Իրանյան Ադրբեջան գոչված հողամասը, տարածքը, երկիրը, Թավրիզ քաղաքի շրջակայքը։ Մենք 3 տարի առաջ էր որ այցելեցինք այդ քաղաքը եւ անցամբ փորձվեցանք թե այդտեղ Ադրբեջանցի գոչած մարդիկը
որքան դարբեր են Բաքուի մտայնություններեն, Բաքուի մեջ դիրող հասկացողություններեն։